ես երկրորդ կուրսում եմ ծանոթացել ամուսնուս հետ, հետո երրորդ կուրսում ամուսնացել ենք, շատ դժվարությամբ եմ սովորել ավարտել, որովհետև երբ որ ավարտեցի, արդեն եւ Տիգրանը կար, եւ Արամը կար, բայց ոչ մի տարի ասեմ, որ տարեկետում չեմ վերցրել, այսինքն ունեցել եմ իմ մեջ ինչ-որ մի ուժ, որ պետքա պարտադիր հաղթահարեմ, շատ երջանիկ ենք եղել, կարող եմ ասել, դե սկզբում Էվելինը չկար, մենք ոնց որ 4-ով էինք, ամուսինս այդ ֆաբրիկայում էր աշխատում, ես աշխատում էի 114 դպրոցում, քիմիայի, ավարտել եմ այդ դպրոցը, ավարտել եմ նաև այդ դպրոցը Տիգրանն ու Արամը, նաև այդ դպրոցում աշխատել եմ երկար տարիներ, քիմիայի ուսուցչուհի էի, դրանից հետո Տիգրանը եկավ դպրոց, հետո դրանից մի տարի հետո Արամը, չգիտեմ, երջանիկ պահեր շատ ենք ունեցել կյանքում, հետո Էվելինը ծնվեց շատ մեծ տարբերությամբ տարիքային, արդեն այդ ժամանակ ես աշխատում էի, երեխեքը ինձ օգնում էին, Տիգրանն ու Արամը շատ են պահել Էվելինին, ես եղել ա, որ իրանց վրա եմ թողել, անգամ բացակայել եմ տնից մի օրով, բայց եկել եմ, տեսել եմ ամեն ինչ կարգին ա, չգիտեմ, տան երեխեք են եղել, էլի, նենց որ կարող էին անգամ մի բան պատրաստել, ուտելու, տները որոշակի կարգավորել մինչև ես գամ, հետո սեփական բիզնես ենք ունեցել, ամուսինս եւ Ավանում փայտամշակման տենց բիզնես ուներ եւ Տիգրանի բանակից գալուց հետո տաքսի ծառայություն ունեինք եւ փոքրիկ խանութ ունենք, որը հիմա տվել ենք արդեն վարձով մեկ ուրիշին, այդ խանութն էինք աշխատացնում, այսինքն երեխեքը ամենտեղ մեզ անընդհատ օգնել են, հենց ակտիվ երեխեք են եղել, այնպես չի եղել, որ ապրել ենք նորմալ, շատ լավ, լեցուն կյանքով, իսկ հիմա ոչ մի բանով չենք զբաղվում, ինչ ունենք փակել ենք, տաքսի ծառայությունը բնականաբար Տիգրանից հետո էր աշխատացնելու, մյուս տղաս ստիպված քաղաքից բացակայում էր, այդպես փակեցինք, Տիգրանը նախ ասեմ, որ 23 տարեկան էր ու մի տարի էր, որ բանակից եկել էր, դպրոցը ավարտելուց հետո Տիգրանը, չգիտեմ ինչի, տվեց հեռակաբաժինը, այսինքն ես սրտանց ուզում էի, որ ինքը ցերեկայինում սովորեր, որովհետեւ բանակ չգնար, հենց ծնողների համար առաջինը, չէ, մայրերի համար այդ հարցն է, որ երեխան ինչ որ բանակ չգնա կամ բանակից մի քիչ հետ ընկնի, մենք բանակ հասկացողությունից վախենում ենք, որովհետեւ Հայաստանի բանակը այն բանակը չի, որ ազատ ասենք երեխեդ գնա, բայց Տիգրանը միշտ այդ մտածելակերպն էր, որ ես իմ կյանքից պետք է 2 տարի կորցնեմ, ավելի լավ մամ շուտ գնամ ծառայեմ, քան թե ուշ գնամ ծառայեմ, որ ինչքան շուտ պարտքս տամ բրցնեմ, այնքան իմ օգուտն է, ու այդպես ընդունվեց, բայց ինքը սիրում էր նաև մեքենաները շատ էր սիրում, տենց մեքենա չկար, որ ինքը չկարողանար քանդել մի բան սարքել, ու տվեց Հեռակա գյուղինստիտուտի տրանսպորտի եւ տրանսպորտի կառավարում այդ բաժինը ավարտելուց հետո ընդունվեց ու երկրորդ կուրսում էր, որ արդեն գնաց բանակ, Տիգրանը բանակից եկել էր ու էլի իրա ցանկությամբ, ինքը քանի որ մեքենաների այդ սեր ուներ, այտենց բիզնես մենք որոշեցինք անենք տաքսի ծառայության եւ Տիգրանը աշխատում էր այդ ծառայությունում, այսինքն այդ մեքենաների տեղ սպասարկման բերել զբաղվում, այդպես բնավորությամբ շատ համարձակ էր, իր ամենալավ եւ ամենավատ գիծը բնավորության այն էր, որ ինքը ամեն հարցում պետք է առաջինը լիներ, ասենք եթե կռիվ լիներ, թեկուզ բակում հնարավոր չի, որ ինքը չգնար տեսներ ինչն է պատճառը, չխառնվեր անգամ, եթե իր հետ ընդհանրապես կապ չուներ, բայց համ հետաքրքրասեր էր, համ համարձակ էր, համ էլ միշտ գործողությունների կենտրոնում էր իր բնավորությամբ, այնց ակտիվ էր, էլի պասիվ երեխա չէր։ Մյուս տղաս մի քիչ ավելի հանգիստ է բնավորությամբ, բայց Տիգրանը մի քիչ ավելի աշխուժ էր ու փոքրուց այդպիսին եղել։ Ինքը շատ էր կյանքը սիրում, ապագայի հետ կապված ուզում էր, որ այդ իր ծառայությունը ընդլայներ, մեծացներ։ Սիրում էր ման գալ, սիրում էր ուրախությունների մասնակցել, կյանքով լեցուն տղա էր։ Իմ մյուս տղան 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո լքել է երկիրը, ու ես երազում եմ, թե երբ պետք է այն օրը գա, որ այս իշխանությունը փոխվի, որպեսզի մյուս տղան էլ կարողանա վերադառնա հայրենիք։
արտասահմանում է ինքը ապրում, մեծ կազմակերպություն է, որոնք ջերմոցային ինչ-որ տնտեսությամբ են զբաղվում եւ այնտեղ առաքիչ է աշխատում։ Եթե այս դեպքերը չլիներ, պարզա որ գոհ չի, գոհ այնքանով, որ այդ երկրում օրենքները պաշտպանված են, մարդու իրավունքները պաշտպանված են, ինքը իրան ապահով ազգում, բայց եթե այստեղ փոփոխություն լինի, ես կարծում եմ, որ ինքը անպայման հետ կգա, որովհետեւ շատ կարոտել է։ Աղջիկս դեպքերի ժամանակ ինքը 8 տարեկան էր, որը շատ մեծ ազդեցություն թողեց իր զարգացման վրա, այն բանով, որ ինքը մի քիչ ավելի ոչ ազատ, այսինքն մի քիչ ավելի կաշկանդված մեծացավ։ Օրինակ, երբ որ ես միտինգների եմ գնում, մինչև հիմա դե ինչքան ժամանակ միտինգ չկա, Էվելինը ուրախանում է, միշտ իր մեջ վախ կար, խնդրում էր, որ չգնայի կամ գալիս էր հետս, որ հետո ինձ շուտ տուն բերեր։ Մինչև այդ դե չգիտեմ 8 տարեկան էր, ինքը Տիգրանի շատ լավ է հիշում, մեծանում է, չգիտեմ, հիշում է Տիգրանին, հիշում է, որ իրան ճիշտ է դպրոցը մոտիկ էր, բայց դպրոց էր տանում, միշտ է դա պատմում, մամ գիտես չէ, որ դու ինձ ես քեզանից փող էի ուզում, բայց հետո Տիգրանին ասում էի, որ ինձ մաման փող չի տվել նախաճաշը, որ ինքն էլ տար։ Ջերմ հիշողություններ շատ կա Տիկոյի հետ կապված, որտեղ ինքը իր բնավորությամբ շատ նենց աշխուժ ջերմ տղա էր էլի, թեկուզ Բաքում ընկերները բանից ջիգարով տղա էր, սենց ասեմ։ Սա ողբերգությունն է ոչ միայն իմ ընտանիքի, այլ նաև մյուս զոհերի ընտանիքների համար։ Ու այս այնպիսի բանա չգիտեմ էլի, ես մեկ-մեկ մտածում եմ, ասում եմ, որ ես ինքս ճանաչում եմ շատ մայրեր, որոնք որդի են կորցրել, բայց ասենք տարիների ընթացքում զգացել եմ, որ իրանք կարողացել են համակերպվել ու այն, որ այսօր մենք այս վիճակում ենք եւ ես եւ զոհերի մյուս ծնողները, ես կապում եմ նրա հետ, որ մեր երեխաների արյունը թափված է մնացել ու դա պատճառը, որ ասենք թույլ չտալիս, որ մենք շարունակենք ապրել։ Ու ոչ թե մենակ ես եմ այդ վիճակում, այլ ես գիտեմ, որ մյուս ծնողներն էլ են այդ վիճակում։ Այն մարդը, որ կարա ասենք իմ ցավը հասկանա, ես գտնում եմ միայն զոհի մյուս ծնողն է, մեկ էլ իմ ամուսինն է։ Շատ հարազատներ ունեմ, բարեկամներ ունեմ, որոնք ինձ երբևէ մենակ չեն թողել իմ վշտի հետ, միշտ եկել են ամեն հարցում կողքիս են եղել, բայց միևնույնն է, ես շատ լավ գիտեմ, որ իրանք չեն կարող այդ ցավը հասկանալ, այնպես ինչպես ասենք կարող է դա հասկանալ, ասենք Ազատուհին, Գորգլյանի մաման, կամ ասենք մյուս Տիգրանի մաման, զինվորականի Ռուզաննան, կամ ասենք Արմեն Ֆարմանյանի մաման, բոլորի հետ շատ ջերմ կապերի մեջ ենք, նոր տարուն իրար տներ այցելել, այնպես էլ պարտադիր չի, որ ինչ-որ առիթ լինի, հեռախոսով որ չեմ ասում, այդպիսի օր չկա, եթե ամեն օր չէ, գոնե օրը մեջ, կամ ասենք Հովհաննես Հովհաննիսյանի կինը, որը նույնպես համարյա մեծ հասակակից է, իր հետ կապի մեջ ենք, այսինքն կապը պահպանվում է։ Դասագիրքը մի այնպիսի ստրես էր, ինձ որ սկզբից ասեցի, ես չհավատացի, որ կարող է այդպիսի բան գրված լինի, որովհետև այսքան ժամանակ անգամ հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը երբևէ երկուստեք հրաձգություն կամ ցուցարարների ձեռքին զենք այդպիսի բան չի եղել։ Ես անգամ այդ 7-ի դատավարության մեղադրական ունեմ, մեր երեխաների մասով դատախազության տված տվյալները մոտս կա, այն ժամանակ սերքս եմ արել վերցել եմ, որ ասենք ով որտեղ ա եղել, ինչ եղել, ճիշտ է, դա էլ պատկերը ճիշտ չի նկարագրում, ասենք այնտեղ բաներ կան, որ բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որ ինչ-որ մեկի ձեռքին փայտ ա եղել, բայց զենքի մասին խոսք ընդհանրապես որևէ տեղ չկա։ Ու երբ որ այդ կարդացի, ուղղակի ցնցված էի, առաջինը ցնցվեցի նրանով, որ պատմության դասագրքի մեջ մի հատ նենց նյութ են ընդգրկել, որը երբ որ զանգում ենք, ասում են նախաքննության ընթացքում է, ու պատկերացնեք ինչքան աբսուրդ երկրում ենք մենք ապրում, որ մի բան, որը նախաքննության ընթացքում արդեն անցել է պատմության գիրկը, չգիտեմ, բառերով ոնց բացատրեմ, էլի, ու ցավալին այնա, որ այդ պայծառ փայլող գլուխները, որ նստում են հեռուստաընկերությունում, մեկը կրթության եւ գիտության նախարարը, մյուսը չգիտեմ ով, ու իրանք տենց ներկայացնում են, որ իրենք ճիշտ են, ախր չի կարելի, ես չեմ ասում թող մեկ այլ տեսանկյունից ներկայացնեն, ես ուղղակի ասում եմ ոնց են ներկայացնում մի բան, որը նախաքննության մեջ է,
Ես չեմ ասում իմ երեխու ձեռքը եղել է կամ չի եղել։ Ես ասում եմ այն, որ դուք պաշտոնապես ասում եք, որ մենք ոչ մի բան չգիտենք։ Ու եթե դուք ոչ մի բան չգիտեք, ո՞նց եք պատմության դասագրքում ձեր ուզած սցենարով ներկայացնում այդ թեման։ Հետ չենք նահանջելու երբևէ, արդեն դիմումը պատրաստ է, ուղղակի տոները մեզ մի քիչ խանգարեցին։ Տոներից առաջ, որ հասարակական կազմակերպության անունից է բողոքը ներկայացված, ես գնացի մեր փաստաբանի մոտ, թղթերը ինքը մեր կնիքով կնիքեցի, բողոքը ներկայացրել ենք, դատի ենք տվել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը, այն, որ ինքը իր հրամանով, այսինքն այդ հրամանի ապօրինությունը է, էլի, հրամանով գիրքը, որը գրվել է, կարար եւ չգիտեմ, գրեին իրանց համար, ընդունվել է որպես դասագիրք։ Հիմա տեսնենք, եթե հանկարծ դատարանը գործը չներս վերցնի, ապա այդ ժամանակ պետք է մտածենք մի ուրիշ բանի համար։ Ճիշտ է, դատարանից որևէ սպասելիք չունեմ, բայց դատական բոլոր արձանները անցնելու ենք, եվրոպական դատարան պետք է հասնենք։ Ու գիտեք ինչն է ցավալին, այսինքն նոր բան են սովորել են, որ ասում ամենալավ պաշտպանությունը հարձակումն է, այդ իսկական այդ հանրապետական կուսակցությունն է բան ворթեգրել։ Հիմա էլ ասում են 37 թիվն է, ուրեմն իրանք իմ երեխուն սպանել են, ոնց որ 37 թվին են արել կամ չգիտեմ անգամ չեն արել։ Իրանք 5 տարի դատաքննությունը սխալ ճանապարհով են տանում, ոնց որ 37 թվին է եղել։ Իրանք ճիշտ չեն ներկայացնում փաստերը, ոնց որ 37 թվին է եղել, իրանք պաշտպանում են այն զինվորականների, որոնք կանգնած են հենց այդ ապօրինի հրաման տվողը, հրամանի, այսինքն ով է ապօրինի հրաման տվողը, եթե անգամ կրակողը չկա, ապօրինի հրաման տվողին իրանք պահում են, ու այդքանից հետո մի հատ պատմության դասագրքի մեջ հիմար բան են գրում, ու դրանից հետո ասում են 37 թիվն է, որ բողոքում եք։ Ուղղակի ծիծաղելի է, ես չգիտեմ ոնց բացատրեմ էլի իրանց պահվածքը, պետք է ամեն դեպքում մի քիչ կուսակցությունից վեր կանգնես ու մի քիչ մարդ լինես։ Չգիտեմ, այդ կուսակցությունում բոլորն են այդպիսին, կան մարդիկ, որոնց ճանաչում եմ, նորմալ տպավորություն են ժամանակին թողել, բայց հիմա խորանալով հասկանում եմ, որ չգիտեմ, իրանք ինչ ձևով են մտածում։ Էդիկ Մինասյանը իմ դասախոսն է եղել պատմության, երբ որ իմացա ինքն է այդ գրել, ճիշտ ասած շատ ավելի վատ զգացի, որովհետև չէի սպասում, որ ինքը կարող է այսքան տարիների ընթացքում, ես 88 թվին եմ ավարտել, ուղիղ 25 տարի առաջ, այդպես փոխված լինի, ու այնքան կամակատար դարած լինի այս իշխանություններին, որ ինքը իր մասնագիտությունը, չէ՞ որ ինքը պատմաբան է, ինքը վատ պատմաբան էլ չի եղել, ու իր մասնագիտությունից հրաժարվելով, ցենց էժան ծառայություն մատուցել իշխանություններին։ Ինքը այստեղ ուղղակի դերակատար է, մի հատ զոհել կարող եմ ասել ինքն է, բայց ամեն դեպքում կարելի է ինչ-որ միտեղ նաև պաշտոնի վրա պաշտոնը արհամարել ու մի քիչ վեհ պահել, չէ՞ մարդկային զգացումը կամ ասենք իր մասնագիտությունը։ Ես հիմա համոզված եմ, որ ինքը իրան շատ վատ է զգում այդ գրելուց հետո։ Իրան շատ վատ էր զգում, որ մենք գնացինք այնտեղ ակցիա էինք անում, չուզեցավ գար մեր հետ հանդիպել, այսինքն ուզում էր մեր հետ հանդիպել, բայց լրագրողներ չլինեին, որտեղ չէր ուզում լրագրողների մոտ մեզ ասերեն, ու ես շատ լավ գիտեի, թե ինքը ոնց էր արդարանալու։ Այն ինչ որ լրագրողների մոտ կասել, լրագրողների մոտ չէր կարող դա ասել, որտեղ դրա համար իրան կարողա մի հատ կարգապահական տուժին ենթարկեին այսպես։ Մենք չենք նահանջելու, մեր թիրախը Էդիկ Մինասյանը չէ, ուզում եմ բարձրաձայն ասեմ, որտեղ մի քանի տեղեր ես կարդացի այդ բանը, չէ, այդպիսի բան չկա։ Էդիկ Մինասյանի տեղը ով էլ ուզում է լիներ, եթե գրեր դա, այդտեղ այսինքն մենք չենք անձնավորում, մենք այն հարցն ենք դրել, որ դուք իրավունք չունեք նախաքննության մեջ գտնվող գործը պատմության դասագրքում ներառել առաջին, երկրորդն էլ փաստերը լրիվ խեղաթյուրել, գլխիվար ներկայացնել։